ում անունները, որ ես կարդում եմ, երկրի վրա մարդկանց սրտերը կապնված է այդ հոգիների հետ, այդ անունների հետ։ Ինչի համար եմ ես այս Պետրոս անունը օրինակ առանձնացրել, որտեվ ասում է վերջը, երբ որ իրան հանում է չթողես երկրպագել, բայց գիտեք, որ հիմա այս օրերին Վենետիկում մի հատ մեծ արձան կա Պետրոսի, կարող է տեսած լինեք, որ հետաքրքիր է մարդիկ գնում են աղոթքին անում այդ արձանին, գիտեք։ Էթում են երկրպագում են այդ արձանին։ Եվ էթում են իրանց հասկացած ձևով աղոթում են, մեղքեր են խոստովանում այդտեղ։ Ոտքն են համբյուրում այդ արձանի։ Ես ասում եմ իրական բաներ, ինչը որ կա։ Եվ այդ տեքստի մեջ գրած էր, ասում այդ ոտի մատերը արդեն մաշվել է։ Այնքան են վերջը համբյուրը, այնքան են շոյը եւ այլն։ Ժողովուրդ ջան, դա կռապաշտությունն է։ Պետրոս եղբայրը վերևից տեսնի ինչ պետք է ասի։ Մենք պետք է ասենք, Պետրոսը չի ասում հիմա։ Պետրոսը իր ժամանակին Կորնելոսին ասեց եւ գնաց երկինք։ Ասեց վեր կաց, ես էլ քո պես մարդ եմ։ Պատկերացրեք, արձանը դրված էր եւ նրանք երկրպագում էին դրան, աղոթում էին դրան։ Իրանից ինչ որ բան են ուզում, հասկանում եք։ Մյուս համար ես ինչի համար եմ վերցրել նաև մեր Հովանես ավետարանիչը հայտնության մեջ մի հետաքրքիր բան կա գրված երբ որ Հովանեսը ծունկի է գալի հրեշտակի առաջ ես համարը կարակ գրեք երեխեք տոկցեն 22:9 հայտնություն երբ որ Հովանեսը տեսնում է այդ հրեշտակին ընկնում է որ երկրպագի իր առաջ հրեշտակը որ հրեշտակ է տես ինչ ասում եւ նա ինձ ասեց զգուշացիր մի անիր որովհետև ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայր մարգարեների եւ այս գրքում մարգարության խոսքերը պահողներին Աստծուն երկրպագի։ Տեսեք, անգամ Աստված թույլ չի տալի, որ մարդը հրեշտակի առաջ ծունկի գա։ Պատկերացնում եք։ Էլ ուր մնաց ստեղ Պետրոսը, չգիտեմ Հովանեսը կամ Եղիան վերջը։ Բայց սրանք կան, Հովանեսի արձանն էլ կան։ Մարդիկ գնում են աղոթներ են անում։ Մյուսը Մարիամը, Տիրամայր կոչվող, հա, Հիսուսի մայր կոչվողը։ Հետաքրքիր է, Իրանն չեն վերցրել, սենց դարձրել մի հատ երկնքի թագուհի։ Իր անուններից մեկը երկնքի թագուհի է իմիջայլոս, գիտեք, երկնքի թագուհի։ Հետաքրքիր է, Մարիամի մոմենտով իրանք ինչ են վերցնում։ Իրանք երբ որ հիշում եք Կաննա քաղաքում հարսանիք եղավ, Հովանես ավետարան 2-րդ գլուխն է դա։ Կաննայի հարսանիքը, գիտեք։ Վերջը գնում են այնտեղ գինին վերջանում է, հիշում եք, վերջը Մարիամը մոտիկանում է Հիսուսին, ասում է գինի չկա։ Հետաքրքիր է, որ Հիսուս Քրիստոսը ասում է ով կին, չի ասում Սուրբ Մարիամ, չի ասում երկնքի թագուհի, հա, շեշտում է ով կին, ինչ բան ունես ինձ հետ, իմ ժամանակը դեռ չի հասել։ Ու հետաքրքիր է, նրանք մտածում են, որ երբ որ Մարիամը խոսեց Հիսուսի հետ, ջուրը գինի դարձրեց, նրանք մտածում են, որ նույն Մարիամը կարա նաև բարեխոսի իր համար։ Եվ այսօր եղբայրներ քույրեր, շատերը, ինչու՞ չէ, մեր ազգն էր, մեր հայոց ազգն էր, որը ճանաչում է Հիսուս Քրիստոսին, բայց իրանց տներում ունեն տենց Մարիամի նկարներ, ունեն, չգիտեմ, տենց արձաններ, եւ նայում են մի օքի ինձ ասում էր, բայց դե ինչ կա դրա մեջ, ես ասում եմ, օքեյ, դրա մեջ ոչ մի բան չկա, բայց եթե դու նայում ես այդ արձանին, ճակերտավոր Հիսուս կոչված, ու մտածում ես, որ ասում ես, էսի Հիսուսն է, հասկանում ես, դա Հիսուսը չի, դու գայթակղվում ես, սիրելի օքի, եւ քո աչքերն են տեսնում, եւ քո միտքն է աշխատում։ Երբ որ դու նայում ես օրինակ Մարիամի այդ նկարներին եւ նայում ես, արդեն սկսում ես աղոթել դրան, դա կռապաշտություն է, չի կարելի դա ժողովուրդ ջան։ Նման բաների, նկարի, արձանի, փայտի առաջ չի կարելի ոչ ծունկի գալ եւ ոչ աղոթել եւ ոչ էլ դրանից բան խնդրել։